Պարոն Սողոմոնյան, գրքի բովանդակության մասին շատ խոսեցինք, այսօր օրակարգի երկրորդ կետում քննարկում է տեղի ունենալու փոփոխվող աշխարհը եւ Հայաստանը, այ որքանով է արդիական մեր իրավիճակում, մեր իրականության մեջ այս թեման եւ փոփոխվող աշխարհում Հայաստանը իր տեղը ինչպես պիտի գրավի հաշվի առնելով, որ կարծեք Հայաստանում մի փոքր ներքաղաքական վիճակը բարդ է։ Թեման ոչ թե արդիական է, այլ գերարդիական է եւ դրա մասին խոսել եւ հանրային պատկերացումներ ձևավորելը շատ հեշտ է, որովհետեւ այսօր ունենք իրավիճակ, որ ցանկացած պետության ղեկավար տոտալիտար համակարգ լինի, ավտորիտար լինի, դեմոկրատական լինի, ամեն դեպքում հանրության դեմքին նայում է, պակաս չափով կամ ավել չափով հանրության դեմքին նայում է արտաքին քաղաքականություն իրականացնելու ժամանակ։ Այս պարագայում մենք պետք է կարողանանք հասկանալ ուժային բալանսը ինչպիսին է մեր տարածաշրջանում, ովքեր են այստեղ ռեալ դերակատարները, ովքեր են զենքով ներկայացված այստեղ, ովքեր են փափուկ ուժով ներկայացված այստեղ, որպեսզի կարողանանք բալանսները ճիշտ գնահատել, ով ինչքան ուժ ունի, ով ինչքան ուժով է ներկայացված եւ ով ինչ է ցանկանում մեզանից դա հասկանալուց հետո կարելի է միայն, որովհետեւ լինելով փոքր պետություն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը նախ եւ առաջ պետք է ելնի տարածաշրջանի բալանսները եւ տարածաշրջանում խաղացող պետությունների մտադրությունները ճիշտ ընկալելուց միայն այդ պարագայում է հնարավոր իրականացնել ճիշտ քաղաքականություն, եթե խոսքը գնում է սովորական պայմանների մասին, եթե ելնում ենք այն կանխադրույթից, որ երկրի ղեկավարները նորմալ մարդիկ են եւ առաջնորդվում են ազգային պետական շահերով։ Այդուհանդերձ, այսպիսի քանի որ այսօր այդ վիճակը չի մեզ մոտ այդ վիճակը չի, բայց այդուհանդերձ շատ կարևոր են այսպիսի աշխատանքների լույս ընծայումը։ Սա իհարկե ինչպես որ նայում ենք հարցազրույցների հիման վրա ստեղծած աշխատանք է, բայց ինքը բավական մոտ է գիտական աշխատանքին, որովհետև այստեղ ներդրված է տարիների ընթացքում իրականացված թե ակադեմիական հետազոտությունների եւ թե նաեւ պրակտիկ դիտարկումների ներդրումը կա այստեղ եւ սա ոչ միայն ակադեմիական շրջանակների կամ հանրային քաղաքականությամբ, արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված մարդկանց լայն լսարանի համար ընթերցման համար գիրք է։ Ես մեծ հաճույքով նոր եմ ձեռքս վերցրել, ընդհանրապես բովանդակությանը ծանոթացա, մեծ հաճույքով կընթերցեմ, մանավանդ որ Կարեն Բեքայանենց կենտրոնի հրատարակած աշխատությունները ես մի քանիսը կարդացել եմ, մի շնչով կարդացվում են, մեկ օրում օրինակ կարդացել եմ։ Ես օրինակ նաև խորհուրդ կտայի ընտրված պարտությունը կարդալ, մեզ դիտողներին ընտրված պարտությունը կարդալ, որտեղ շատ մեթոդիկ ձևով ներկայացվում է թե ինչպես այդ պարտությունը, քանի որ շատ է խոսում այն մասին, թե այդ պարտությունը մեզնից կախված չէր, այո, այդ պարտությունը մեզնից կախված էր։ Եվ մնացած բոլոր այս գրքերը խորհուրդ կտամ, որ անպայման կարդան։